Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում, առաջիկա րոպեներին դիտեք։ Երևանից Գյումրի Ֆրանսիայի նախագահի պետական այցը մոտենում է ավարտին։ Երևանն ու Փարիզը ռազմավարական գործընկերության հռչակագիր ստորագրեցին։ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի ընթացքում էլ չհստակեցրեց, Հայաստանը պատրաստվում է Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնել։ Եթե մեզ կընդունեն Եվրոպական միության անդամ, մենք ուրախ եւ երջանիկ կլինենք։ Ընդդիմադիրները դժգոհ են Եվրոպայի լռությունից։ Ինչու Փաշինյանն անարձագանք թողեց Ալիևի հայտարարությունները։ Եվրոպան այսօր ավելի շատ Թուրքիայի կարիքն ունի, քան Թուրքիան Եվրոպայինը։ Անդամակցության հայտ ներկայացրած Թուրքիայի նախագահը Եվրամիությանն է քննադատել։ Հորմուզը անցանելի դարձնելու Թրամփի նոր նախաձեռնությունը կարող է նոր բախման պատճառ դառնալ։ Ֆրանսիայի նախագահը եվրոպական միջոցառումները համատեղում էր պետական այցի հետ։ Երևանից նա Գյումրի է մեկնել, Կարլեն Ասլանյանն է այնտեղ աշխատում։ Կարլեն, բարի երեկո, Մակրոնի Գյումրու օրակարգը որն էր, սրամտությամբ հայտնի գյումրեցիները Մակրոնին ինչով զարմացրին։ Բարի երեկո, Աստղիկ, գյումրեցիները ոչ միայն սրամտությամբ, նաև ջերմ վերաբերմունքով Մակրոնին դիմավորեցին, երևի ամենաշատը, որ այսօր լսել եմ Գյումրիում, Մակրոնը կուքա արտահայտությունն էր, բազմաթիվ գյումրեցիներ ցերեկվանից արդեն փողոցներում էին դիմավորելու Ֆրանսիայի ղեկավարին, նախապես տեղեկացել էին նա ուր է այցելելու, էլ չասած այստեղ Ֆրանսիայի ներողություն Վարդանանց հրապարակը, որ լեփլեցուն էր օրվա երկրորդ կեսից, չնայած տեղացող անձրևին, նախագահ Մակրոնը շրջեց 5 Գյումրիում, նա այցելեց 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, այնտեղ նախագահ Վահագն Խաչատրյանի եւ վարչապետ Փաշինյանի հետ հարգանքի տուրք մատուցեց 88-ի երկրաշարժի զոհերին, ապա եկավ Վարդանանց հրապարակ, որտեղ հայ-ֆրանսիական մեծ համերգ էր կազմակերպված, Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը ելույթ էր ունենում Ֆրանսիայից ժամանած երգիչների եւ նաեւ հայ երգիչների հետ, ապա երկու երկրների ղեկավարները նաեւ բեմ բարձրացան հրաժեշտի խոսք ասելու, վարչապետ Փաշինյանն եւս մեկ անգամ Մակրոնի շնորհակալություն հայտնեց, իսկ Ֆրանսիայի նախագահը հիշեց 88-ի իրադարձությունները, թե ինչպես Շարլ Ազնավուրի կոչով Ֆրանսիան կանգնեց Հայաստանի կողքին եւ այսպիսով ավարտվեց այցը, շարասյունն այժմ ուղևորվում է Զվարթնոց օդանավակայան Երևան։ Շնորհակալություն Գյումրի, շնորհակալություն Հայաստան եւ երբեք չմոռանաք Ֆրանսիան սիրում է ձեզ։ Vive l'Arménie, vive la France, vive Gyumri։ Կեցե Հայաստանը, կեցե Ֆրանսիան եւ կեցե Գյումրին։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե Ֆրանսիայի Հանրապետությունը եւ կեցե Էմանուել Մակրոնը։ Monsieur Macron։ Ամենից լավ է։ Ամենից լավ է։ Հա, որ հայ ժողովուրդը Գյումրին այսօր խելքի եկի, ընդունելություն է տվել մարդկանց, աշխարհի մարդկանց է ճանաչում, ինչ որ պետքն է, երևի մեծ փոփոխություններ մարդկանց մեջ առաջ գա։ Այս հանդիպումից, այս կազմակերպած մեծ գործից։ Վատ։ Ինչի վատ։ 90 թվականները հիշեք։ Հետ կգա։ Շվերուն մտածեք։ Սպասված էր բա։ Դի կանջադե երտանք բաժակը Մակրոնի կենացը խմենք կան, կարի։ Ինչ կասեք, օրինակ դուք ինչ կասեք։ Ես ասեցի։ Սպասված հյուր է։ Իհարկե։ Օրինակ ինչ կտասա, չգիտեմ այցելությունը։ Ես չգիտեմ ինչ կտա, բայց հարգի էր։ Կարլեն, նախագահականում Փաշինյանն ու Մակրոնը երեկ միասին ազնավուր կատարեցին։ Գյումրիում համատեղ կատարում եղավ, հրապարակում նաև համերգ էր նախատեսված։
Ոչ, համատեղ կատարում չեղավ, միայն ելույթ։ Ինչպես ասացի, փոխարենը Աստղիկ Ֆրանսիայից ասացի, որ արտիստներ էին ժամանել, ես կառանձնացնեմ թերևս Պատրիկ Ֆյորին, որը շատ հայտնի է Փարիզի Աստվածամոր տաճարը ռոք հայտնի օպերայից, նա ի դեպ ազգությամբ հայ է, ավելին նա նույնիսկ ցանկություն է հայտնել մյուս տարի Հայաստանը ներկայացնել Եվրատեսիլում եւ այսօր էլ նա այդ օպերայից իր հայտնի երգը Էսմերալդային նվիրված երգը կատարեց, ինչ վերաբերում է առաջնորդներին, ապա այնքան մեծ ոգևորություն է այս այցը առաջացրել, որ հիմա ղեկավարները հեռացել են, բայց հրապարակը դեռ շարունակում է լեփլեցուն մնալ, այս հրապարակը անցած տարիների ընթացքում հիմնականում կամ խորհրդային կամ հետխորհրդային երկրների առաջնորդների է տեսել Գորբաչովից մինչև Մեդվեդև, Պուտին։ Կարեն, մինչ Գյումրի գալը Ֆրանսիայի նախագահը Երևանում մի շարք փաստաթղթեր ստորագրեց, այդ թվում ռազմավարական գործընկերության հռչակագիրը, ինչ է ամրագրված այդ փաստաթղթում, ամփոփենք։ Այո, դա թերևս պետական այս այցի կենտրոնական առանցքային իրադարձությունն էր, Երևանյան բանակցությունը, որին հաջորդեց Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը, դրան զուգահեռ Երևանն ու Փարիզը մի շարք փաստաթղթեր ստորագրեցին ռազմաարդյունաբերական ոլորտից մինչև կրթություն, գիտություն, մշակույթ, ճանապարհաշինություն, համագործակցության տարբեր փաստաթղթեր ստորագրվեցին ֆրանսիական ուղղաթիռների ձեռքբերման մասին, օրինակ հայկական ավիաընկերությունը ֆրանսիական օդանավերը ձեռք բերելու հյուսիս-հարավ ճանապարհահատվածում ֆրանսիական ընկերությունը զգալի մի հատված շինարարությունը կստանձնի եւ այլն եւ այլն։ Ես թերևս առանձնացնեմ ռազմատեխնիկական բնույթի համագործակցությունը, բարձր տեխնոլոգիաների նախարարությունը ֆրանսիական կողմի հետ հուշագիր է ստորագրել փոխկարողությունների ուսումնասիրման վերաբերյալ, ինչպես նաեւ ֆրանսիացիները համազգեստ կտրամադրեն Հայաստանի բանակին, դե ինչպես հայտնի է Փարիզը Եվրամիության այն եզակի երկրներից է, որ արդեն սկսել է ռազմատեխնիկայի առաքումը վաճառքը Հայաստան, հայտնի Ցեզար հաուբիցները, Բաստիոն զրահամեքենաները, Միստրալ հակաօդային պաշտպանության միջոցները արդեն առաքվում են Հայաստանին։ Անդրադառնալով այս ռազմավարական գործընկերությանը վարչապետ Փաշինյանը ասաց, որ Երևանի եւ Փարիզի միջև հարաբերությունները այնքան լավ են, այնքան ջերմ են, որ դժվար է պատկերացնել, թե հիմա դա ինչ մակարդակի կբարձրանա։ Բարձրագույն մակարդակով ստորագրվող փաստաթղթերը ուղերձ են երկու երկրների տարբեր ոլորտներին, որ քաղաքական նպաստավոր պայմաններ են ստեղծված եւ գործընկերություններ հաստատելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու համար առկա են բոլոր պայմանները եւ կառավարությունների դերն է ստեղծել հնարավորություններ, ստեղծել բարենպաստ մթնոլորտ, որպեսզի մասնավոր եւ պետական հատվածում գործող ընկերությունները սկսեն գործել։ Իմիջայլոց նոր հնարավորությունների մասին մենք փաստաթուղթը ստորագրեցինք եւ գործնականում 2 րոպե հետո բազմաթիվ նոր հնարավորություններ բացվեցին եւ իրացվեցին եւ այս process-ը կլինի շարունակական։ Ֆրանսիացի լրագրողն էլ նախագահ Մակրոնից հետաքրքրվեց, թե արդյոք նա աջակցում է վարչապետ Փաշինյանին գալիք խորհրդարանական ընտրություններում եւ եթե այո, արդյոք դա իր հերթին միջամտություն չէ Հայաստանի ներքին գործերին, ինչի համար նա օրինակ մեղադրում է Ռուսաստանին հիբրիդային հարձակման համատեքստում եւ ոչ միայն Մակրոնը, այլ նաեւ Եվրամիության շատ այլ ղեկավարներ են Ռուսաստանին մեղադրում եւ գիտեք նաեւ Եվրոպական միությունը հատուկ առաքելություն է տեղակայել Հայաստանում հիբրիդային այդ հարձակումների դեմ պայքարի համար։ Ինչ վերաբերում է ինձ, ապա պետք է տարբերակել տեղեկատվությունը, մանիպուլացնող միջամտությունները, որոնք գալիս են խաթարելու երկրի ժողովրդավարական կյանքը եւ իրականացվում են քողարկված ձևով, լիովին բացահայտ քաղաքական դիրքորոշումներից։ Հետևաբար, ես լիովին ստանձնում եմ 8 տարվա վստահելի գործընկերոջ աջակցելու պատասխանատվությունը, որպես Ֆրանսիայի Հանրապետության նախագահ, ինչպես արեցի օրինակ նախագահ Մայա Սանդուի դեպքում, երբ հարցը ծագեց եւ նրա դիմաց կանգնած էր մեկը,
ով ոչ եվրոպական ընտրություններ կատարել։ Նույն իրավիճակն է նաև այստեղ։ Եվ այո, ես լիովին ստանձնում եմ Եվրոպան պաշտպանելու, ինչպես նաև այստեղ գալով Եվրոպայի ու Ֆրանսիայի շահերը պաշտպանելու պատասխանատվությունը, բայց սա նույնը չէ, ինչ այն միջամտությունները, որոնք իրականացվում են տեղեկատվության մանիպուլյացիայի, լրատվամիջոցների սեփականաշնորհման, կեղծ տեղեկությունների տարածման եւ իրավական պետության կանոնների ապակայունացման միջոցով։ Ահա թե ինչի դեմ ենք մենք պայքարում։ C'est ça que nous combattons. Կարլեն, Ֆրանսիայի նախագահը 2 ամբողջական օր անցկացրեց Հայաստանում, պետական այցին նախորդել էր նրա մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, նախագահականում Հայաստանի ղեկավարներն ու Ֆրանսիայի նախագահը երկրների բարձրագույն պարգևներ փոխանակեցին։ Առաջարկում եմ ամփոփենք նաև հիմնական դրվագները, նաև նրանք, որ դուրս մնացին, այսպես ասեմ, պաշտոնական լրահոսից։ Մենք երևի թե բաց թողեցինք միայն այս պաշտոնական օրակարգից նախագահ Մակրոնի այցերը Ծիծեռնակաբերդի, Հուշահամալիր եւ Մատենադարան, ինչ մնում է ոչ պաշտոնական միջոցառումներին, որոնց նա մասնակցեց, ապա դրանց ծավալը հնարավոր չէ ամբողջը թվել, վազելուց մինչև, չգիտեմ, ռեստորաններ, բազմաթիվ երեխաների հետ լուսանկարվել, գրկախառնություն, Հայաստանը ֆրանսախոս երկիր է, ֆրանկոֆոն երկիր է եւ Ֆրանսիան համարվում է, որ ավանդաբար բարեկամ երկիր եւ Ֆրանսիայի գրեթե բոլոր առաջնորդները անկախության շրջանում այցելել են Հայաստան եւ միշտ ջերմ ընդունելության են արժանացել։ Մակրոնի դեպքում դա թերևս մի փոքր ավելի շատ է, չգիտեմ ինչով է պայմանավորված, նա եւ նրա կինը ավելի մեծ սիրո եւ ջերմության են արժանանում հայերի կողմից եւ բացառություն չէր նաեւ իհարկե այս այցը։ Les Arméniens sont l'histoire, il ne s'appelle pas l'histoire de l'armée des Arabes, de l'armée, etc. Contre nous de la tyrannie. Dans les cafés voisins, nous étions quelques-uns qui attendons la gloire. Դե ինչպես Կարլեն Ասլանյանը պատմեց, Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան ավարտվեց, նրա վերջին կանգառը Գյումրին էր, որտեղից էլ Կարլենը մեզ էր միացել, շնորհակալ եմ Կարլեն։ Առավոտյան էլ Ֆրանսիայի նախագահը ելույթ է ունեցել Երևանյան երկխոսության գագաթնաժողովին, կոչ անելով Ադրբեջանին եւ Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանը։ Les frontières avec l'Azerbaïdjan, les frontières avec la Turquie. Մինչ Ֆրանսիայի նախագահն այսօր Երևանում Ադրբեջանին ու Թուրքիային կոչ էր անում բացել Հայաստանի հետ սահմանները, նույն Երևանյան երկխոսություն համաժողովին մասնակցող թուրք բանագնացը հրաժարվեց ասել, թե երբ կբացվի հայ-թուրքական սահմանը։
Երևանն ու Անկարան երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունը ձեռք են բերել դեռևս 4 տարի առաջ, որն այդպես էլ իրականություն չի դառնում։ Սահմանի բացման հարցը մենք այստեղ չենք քննարկել։ Որոշել ենք, որ երբ ճիշտ ժամանակը գա, երբ ձևակերպումները վերջնական տեսքի բերվեն, կբացենք սահմանը։ Ալիջանի անցակետի շինարարությունը գրեթե պատրաստ է, բայց կան որոշ հարցեր, որոնք պետք է ավարտին հասցվեն։ Այնտեղ մարդիկ պետք է նշանակվեն, ինտերնետ կապ պետք է հաստատվի, եւ այլն, եւ այդպես շարունակ։ Ըստ հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնաց Սերդար Քլեչի խնդիրները տեխնիկական ու բյուրոկրատական են, այդուհանդերձ դիվանագետը սխալ համարեց որևէ հստակ ժամկետ նշելը։ Ceci suppose de savoir rouvrir les frontières. Մինչդեռ Երևանյան համաժողովի հարթակում ունեցած ելույթում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ էր անում Ադրբեջանին եւ Թուրքիային խիզախություն դրսեւորել, բացել Հայաստանի հետ սահմանները եւ շարժվել ժողովրդավարության ու խաղաղության ուղով։ Իր ելույթում Ֆրանսիայի նախագահը մի քանի անգամ ընդգծեց, հենց սահմանների ամբողջական բացումը թույլ կտա Հարավային Կովկասին դուրս գալ կայսրությունների թատերաբեմից ու դառնալ իրական խաչմերուկ Եվրոպայի ու Ասիայի միջև։ Le Sud-Caucase n'a pas vocation à être en quelque sorte un milieu d'empire. Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր, որոնք տարածաշրջանը դիտարկում են կարծես ավար կամ մրցանակ, միմյանց դեմ հանելով տեղի ազգերին։ Հարավային Կովկասը կարող է վերականգնել իր կենտրոնական դիրքը Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արևելքի միջև, լինել խաչմերուկ այս տարածաշրջանում, լինել այդ միջին միջանցքը։ Սա ենթադրում է, որ պետք է սահմանները բացել։ Et que l'opportunité du Sud-Caucase. Ես ցանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես որ դուք եւ ձեզ ուղեկցեն այս խաղաղության եւ ժողովրդավարության ճանապարհին, եւ իրականում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանները բացվեն եւ որպեսզի չլինի որևէ սահմանափակում Վրաստանի հետ։ Սա է մեր համոզմունքը եւ սա պետք է լինի Եվրոպայի հանձնառությունը։ Pourquoi j'espère et j'aspire dans ce moment caucasien, c'est que vos voisins aient l'audace de suivre le mouvement que vous avez eu. Ֆրանսիայի նախագահը միաժամանակ ողջունեց Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ ապրանքաշրջանառության սահմանափակումների վերացումը եւ հաղորդակցությունների աստիճանական վերականգնումը, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի սահմանների բացումը հումանիտար օգնության տեղափոխման նպատակներով։ Մակրոնի համոզմամբ այդ քայլը ցույց տվեց, թե որքան կարեւոր է, որ սահմանների բացումը լինի լիարժեք։ Ne pouvait être que sous l'aile prétendue protectrice de la Russie. Տարածաշրջանի զարգացման ու խաղաղության համատեքստում Ֆրանսիայի նախագահը մի քանի անգամ անդրադարձ կատարեց նաև Ռուսաստանին, պնդելով, որ Հայաստանն իր քայլերով վերջին տարիներին ցույց տվեց, որ առանց կայսրությունների միջամտության հնարավոր է բարգավաճել։ Իսկ 44-օրյա ողբերգական պատերազմն ըստ Մակրոնի ի ցույց դրեց Ռուսաստանի մասին ողջ իրականությունը։ La guerre de 2020, avec ce que vous avez subi, ce que tant de familles ont vécu, les drames traversés, a montré que cette aile n'était pas si protectrice que beaucoup le pensaient. Շատերը երկար ժամանակ մտածում էին, որ Հայաստանի ճակատագիրը հնարավոր է միայն Ռուսաստանի հովանավոր թևի ներքո, սակայն 2020 թվականի պատերազմը, այնինչ որ դուք ապրեցիք, այն ողբերգությունը, որ շատ ընտանիքներ վերապրեցին, տեսան, որ դա այն հովանավորությունը չէ, ինչպես որ շատերը պատկերացնում էին։ Տեսանք, որ Ռուսաստանը լքեց Հայաստանին եւ հասկացանք, որ այդ երազանքներն իրականություն չեն։ La Russie abandonna l'Arménie. Բոլորը կարծես սովորել էին, որ Ռուսաստանը պետք է լինի տարածաշրջանում հովանավորը, որովհետև Հարավային Կովկասը կարծես պետք է միշտ պաշտպանվի ինչ-որ մեկի կողմից։ Իսկ Հայաստանի պահը եկավ ապացուցելու, որ կա ժողովրդավարական ճանապարհ, որը դուք սկսել եք 2018 թվականից։ Այսինքն խաղաղությունը, որ դուք ընտրել եք, իրատեսական է, բարգավաճումը հնարավոր է առանց կայսրությունների միջամտության։ Վերջին 3 տարիների ընթացքում դուք ապացուցել եք այս փաստը եւ հարկավոր է, որ ամբողջ տարածաշրջանը հետևի ձեզ եւ սահմանները բացվեն եւ հնարավոր լինի արդեն տարբեր երկրների միջև հաստատել խաղաղ հարաբերություններ։ Qui passera par cette réouverture des frontières. Իդեպ խոսելով Փաշինյանի կողմից խիզախ քայլ դրսևորելու եւ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու մասին Մակրոնը հիշատակեց 2022 թվականի Պրահայի գագաթնաժողովը, ապա դրան հաջորդած 2025-ի Վաշինգտոնյան եռակողմ հանդիպումը, ընդգծելով հենց դրանք էլ եզրափակեցին խաղաղությունը։ Հենց 2022-ին Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, որին արդեն հետևեցին Ղարաբաղի ադրբեջանական բլոկադան, 2023-ի ռազմական հարձակումն ու արցախահայերի էթնիկ զտումը։
Երևանում այսօր ավարտվեցին եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ միջոցառումները։ Առավոտյան Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովն էր, որի ընթացքում եվրոպացիները խրախուսական հայտարարություններ արեցին Հայաստանի դերի մասին, իսկ վարչապետ Փաշինյանն այդպես էլ չհստակեցրեց։ Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելու է, թե ոչ։ Նախագահական նստավայրում ավարտվեց Հայաստան-Եվրամիություն առաջին պատմական գագաթնաժողովը, որի ընթացքում վարչապետ Փաշինյանը այդպես էլ չհստակեցրեց Հայաստանը պատրաստվում է ի վերջո Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնել, թե ոչ, նա միայն վերաձևակերպեց ու կրկնեց իր ավելի վաղ արած հայտարարությունները։ Մենք հասկանում ենք, որ որևէ երկիր չի կարող Եվրամիության լիիրավ եւ լիարժեք անդամ դառնալ առանց Եվրամիության ստանդարտներին համապատասխանելու եւ հետեւաբար մեր առաջնային խնդիրն է նախ համապատասխանել Եվրոպական միության ստանդարտներին, իհարկե Եվրոպական միության մեր գործընկերների աջակցությամբ։ Եթե մեզ կընդունեն Եվրոպական միության անդամ, մենք ուրախ եւ երջանիկ կլինենք դրա համար։ Եթե մեզ չեն ընդունի Եվրոպական միության անդամ, բոլոր դեպքերում մենք կլինենք շահած դիրքերում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը կլինի եվրոպական ստանդարտներին համապատասխանող երկիր, սրանից բխող բոլոր դրական արդյունքներով։ Եվրամիության առաջնորդները միշտեր իրենց հերթին ընդգծում են, որ առանց պաշտոնական հայտ ներկայացնելու, հիմնվելով միայն այս հայտարարությունների վրա, Եվրամիության անդամակցության հեռանկարը քննարկել չեն կարող։ Գագաթնաժողովի ընթացքում կողմերը մի շարք հայտարարություններ ու արձանագրություններ ստորագրեցին, դրանցից մեկը վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի գրանցած զգալի առաջընթացի մասին է։ Գործընթացը պաշտոնապես մեկնարկեց 2024 թվականի աշնանը եւ փաստացի այժմ առաջին զեկույցն է հրապարակվում եւ արձանագրվում է Հայաստանի գրանցած առաջընթացը։ Փորձագետների գնահատմամբ, եթե Հայաստանն այս տեմպերով շարունակի, ապա տասնամյակի ավարտին 3-4 տարի անց Հայաստանի քաղաքացիները կկարողանան Շենգեն գոտու երկրներ այցելել առանց վիզաների, այսպիսի եւս մի քանի փուլ է պետք հաղթահարել։ Վիզաների ազատականացումն առաջնահերթություն է, որը խորապես հուզում է Հայաստանի ժողովրդին, եւ սա անհիմն չէ, մարդկանց միմյանց մոտեցնելն առանցքային հարց է, եւ մենք ուրախ ենք ներկայացնել առաջընթացի մասին առաջին զեկույցը ու շնորհավորել ձեզ։ Այն շատ դրական է ու վկայում է լավ աշխատանքի ու առաջընթացի մասին։ Ես լիովին համոզված եմ, որ կհասնենք գործընթացի ավարտին։ Այսօր ստորագրված փաստաթղթերով Եվրամիությունը նաև բիզնեսներին հորդորում է եւ ինչպես ասաց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը քաջալերում է գործարարներին ներդրումներ կատարել Հայաստանում։ Նրանք հայկական մի շարք ընկերությունների հետ ըստ էության այս կոչով հայտարարություններ ստորագրեցին։ Մենք վստահորեն քաջալերում ենք եվրոպական ընկերություններին ներդրումներ կատարել այստեղ։ Հայաստանն այն տեղն է, որտեղ տաղանդն ու հնարավորությունները կարող են միավորվել։ Այսօր Եվրոպական միության կողմից հայտարարություն է ընդունվել, որով կոչ է արվում տնտեսվարողներին ներդրումներ անել Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ։ Սովորաբար նախորդող ողջ շրջանում անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունը համարվել է ներդրումների ռիսկային գոտի։ Հիմա Եվրոպական միությունը ամենաբարձր մակարդակով կոչ է անում եւ հրավիրում է տնտեսվարողներին, ներդրողներին ներդրումներ անել Հայաստանի Հանրապետությունում։ Գագաթնաժողովի ամեն դեպքում բաց մասի ընթացքում եւ վարչապետ Փաշինյանը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը առանձին խոսեցին Հայաստանի աշխարհագրական դիրքի մասին եւ նրանք բոլորն էլ ըստ էության իրենց խոսքում ընդգծեցին, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը հնարավորություն է։ Few countries are as uniquely positioned as Armenia.
Քիչ երկրներ այնքան ուրույն աշխարհագրական դիրք ունեն, ինչպես Հայաստանը, ձեր խաղաղության խաչմերուկ ծրագիրը Եվրոպան, Հարավային Կովկասին ու Կենտրոնական Ասիային կապակցելու պոտենցիալ ունի, ինչը Հայաստանը կարող է առանցքային տրանսպորտային հանգույց դարձնել։ Մենք պատրաստ ենք աշխատել սահմանային անցման կետերը վերակառուցելու ուղղությամբ, հարևան երկրների հետ սահմանների բացմանը զուգահեռ։ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի վերաբերյալ հայտարարություններ նույնպես հնչեցին։ Վարչապետն այսպիսի հայտարարություն է անում մի շրջանում, երբ Եվրախորհրդարանի ընդունած Արցախի հարցով այս վերջին բանաձևից հետո Ադրբեջանը խզում է իր կապերը այդ կառույցի հետ, իսկ Արցախում էլ ավերվում են հայկական հուշարձանները ու եկեղեցիները։ Հնարավոր չէ ուղղակի անջատի չանջատել, թշնամանքի անջատի չանջատել եւ խաղաղության օճակը սեղմել եւ թշնամությունը վերջ այլևս գոյություն չունի եւ այլևս միայն խաղաղություն է։ Սա ես ասում եմ նրա համար, որ եւ Հայաստանում եւ Ադրբեջանում դեռևս կարելի է տեսնել խոսույթներ, որոնք բխում են կոնֆլիկտի ժամանակներից, բայց մենք պետք է հասկանանք, որ դա անխուսափելի իներցիոն գործընթաց է։ Խաղաղության ամենակարևոր ինստիտուցիոնալացումը այն է, որը տեղի է ունենում մարդկանց մտքերում եւ սոցիալ հոգեբանական մակարդակում։ Եվ թույլ տվեք ասել, որ իրականում այս ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները իրանք իհարկե թվերով արտահայտված չեն, բայց թույլ տվեք արտահայտել իմ համոզմունքը, որ այդ ուղղությամբ ինստիտուցիոնալացումը տեղի է ունենում շատ ավելի արագ, քան նույնիսկ կարելի էր սպասել։ Գագաթնաժողովին զուգահեռ նախագահական նստավայրի առջև հանրապետականներն էին բողոքի ակցիա անում։ Եվրոպացիներին տեղեկացնելու, որ ինչպես նախկին իշխանականներն էին պնդում, Հայաստանում 5 տասնյակից ավելի մարդ իր քաղաքական հայացքների համար է գտնվում ճաղերի հետևում։ Հայաստանի իշխանությունները հերքում են քաղաքական հետապնդումների մասին մեղադրանքները։ Անուն ազատության, freedom, justice, European Union, stop hypocrisy, stand for democracy, freedom. Freedom, freedom. Այս պարագաները իմ մոտ խորհրդանշում են բանտերում նստած սրբազաններին, լրագրողներին, մեր քաղաքացիներին, պայքարի ընկերներին, տարբեր քաղաքական հայացքների տեր մարդկանց։ Եվ ահազանգի խորհրդանիշն է իմ համար։ Եվ ես ուզում եմ այդ ահազանգը հնչեցնել։ Պասիվ աննազանդ վարքագիծ եք դրսևորում, դա է հենց ոչնդոտի այս պահին պասիվ եք։ Չէ, տեսակ որ Պասիվ աննազանդ վարքագիծ եք դրսևորում, գնացինք։ Հանգիստ, Չէ, իմաստ չկա, նորմալ է։ Եվրոպական միության դեսպանությունը, Եվրոպական միության կառույցները, դեմոկրատիայի օրրան համարվող արևմուտքը կարծում եմ բարձր կգնահատի Նիկոլ Փաշինյանի ավտորիտար ջանքերը առայն, թե ինչպես է նա ապահովում ժողովրդավարության նվիրված գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում։ Բարով եք եկել Հայաստան, մի երկիր, որտեղ կա 50-ից ավել քաղաքաբանտարկյալ։ Freedom, 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 freedom. Եթերում ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Ինչու Փաշինյանն անարձագանք թողեց Ալիևի հայտարարությունները։ Եվրոպան այսօր ավելի շատ Թուրքիայի կարիքն ունի, քան Թուրքիան Եվրոպայինը։ Անդամակցության հայտ ներկայացրած Թուրքիայի նախագահը Եվրամիությանն է քննադատել։ Հորմուզը անցանելի դարձնելու Թրամփի նոր նախաձեռնությունը կարող է նոր բախման պատճառ դառնալ։
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի պահանջ Երևանում այս օրերին ընդունված որևէ փաստաթղթում չկա։ Ավելի վաղ ընդունվածի դեմ երեկ վրդովված էր Իլհամ Ալիևը, որ տեսակապով միացավ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին եւ քննադատեց հայ ռազմագերիների ազատ արձակումը պահանջող Եվրոխորհրդարանին։ Չնայած թիրախում եվրոպացիներն էին, բայց Ալիևը առիթը բաց չթողեց պատերազմական հանցագործներ անվանել ծանր հոդվածներով դատապարտված հայերին։ Ալիևին հակադարձեց մեկ հոգի՝ Եվրոպական խորհրդարանի նախագահը։ Ինչու լռեց Հայաստանի վարչապետը։ Ընդդիմությունն ու իշխանությունը այս հարցին են անդրադարձել։ Ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ անարձագանք թողեց Իլհամ Ալիևի որակումները, թե Բաքվում պահվող հայերը ռազմական հանցագործներ են եւ սեպարատիստներ։ Արտաքին հարաբերությունների իշխանական անդամ Հասմիկ Հակոբյանն առաջարկում է բավարարվել Եվրախորհրդարանի նախագահի պատասխանով։ Գիտեք, որ մենք հյուրընկալել էինք գագաթնաժողովը, այսինքն մենք հյուրընկալ կողմ էինք։ Եվրոպայի խորհրդարանի նախագահը Ռոբերտա Մեցոլան հնարավորություն ունեցավ արձագանքելու, անդրադառնալու հայտարարությանը եւ եթե կարիք տեսնեինք, այդ պահին արձագանք կլիներ կամ հետագայում եթե կարիք ունենանք, կարձագանքենք։ Երևանում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին տեսակապով միացած Ադրբեջանի նախագահը ելույթի հիմնական մասը երեկ նվիրեց հենց եվրոպացիներին քննադատելուն։ Իր վրդովմունքը հայտնելուն զուգահեռ Ալիևը պնդում էր, թե եվրոպական կառույցները մեջբերեմ թիրախավորում են Ադրբեջանը տարածելով զրպարտանք եւ սուտ։ Ալիևի մեղադրանքներն ու քննադատությունները անպատասխան չթողեց Եվրախորհրդարանի նախագահը։ Particularly on the European Parliament, I think it deserves. Կարծում եմ տարաձայնություններ պարունակող հանդիպումները միշտ էլ օգտակար են, բայց ցանկանում եմ արագ արձագանքել եւ ընդգծել, որ Եվրոպական խորհրդարանն ուղղակիորեն ընտրված ժողովրդավարական մարմին է, որի բանաձևերն ընդունվում են ձայների մեծամասնությամբ։ Հասկանալի է, որ այդ արդյունքը կարող է դուր չգալ ոմանց, սակայն մենք երբեք չենք փոխի մեր աշխատավոճը եւ կշարունակենք պաշտպանել մեր որդեգրած դիրքորոշումները։ And defend the positions that we take. Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունից անընդունելի են համարում ՔՊԱ-կան падգամավորի բացատրությունը, թե պետք է հիմք ընդունել եվրոպացի պաշտոնյայի արձագանքը։ Արթուր Խաչատյանի գնահատմամբ Նիկոլ Փաշինյանը լռելով հերթական զիջումն արեց Ալիևին, որ նախընտրական այս փուլում Ադրբեջանի նախագահն ասի, այո, խաղաղություն է հաստատված։ Եվրախորհրդանի նախագահը գտնվեց իր բարձունքի վրա, պաշտպանեց եվրոպական շահերը, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ձախողեց Հայաստանի Հանրապետության վարչապետ լինելու իր հանգամանքը եւ չպաշտպանեց հաջորդի Հայաստանի Հանրապետության շահերը։ Ալիևի քննադատության թիրախում Եվրոպան էր հիմնականում եւ նաեւ Արցախն էր եւ հայերն էին։ Եվրոպացիները իրանց շահը պաշտպանեցին։ Նիկոլ Փաշինյանը ոչ։ Եվրոպական խորհրդարանն օրերս ընդունած բանաձևով վերահաստատել էր իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին։ Կոչ անելով հասնել համապարփակ խաղաղության պայմանագրի, բանաձևը միաժամանակ դատապարտել էր Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորվածների եւ պատանդների անարդարացի կալանավորումը, պահանջել նրանց անհապաղ եւ անվերապահ ազատ արձակում։ Գերիներին ռազմական հանցագործ համարող Ալիևին չպատասխանելով Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր падգամավորի կարծիքով առնվազն փաստում է իր եւ Ալիևի օրակարգերն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը հայրենիք վերադարձնելու հարցով համընկնում են։ Իսկ ով ասես, որ Նիկոլ Փաշինյանը կուզենար, որ օրինակ Ռուբեն Վարդանյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաբայանը եւ Արայիկ Հարությունյանը այսօր Երևանում լինեն։ Նիկոլ Փաշինյանի ամբողջ քաղաքականությունը Արցախի հանձնման մասին հիմնված է իրանց փչած կեղծ փուչիկի, կեղծ ստի վրա, որ Արցախում տեղի ունեցավ հեղաշրջում եւ դրա համար Արցախը այլևս անկախ Ադրբեջանը գրավեց Արցախը։ Հիմա այդ մարդիկ, որ գային ասեն, որևէ նման բան չի եղել եւ Արայիկ Հարությունյանը կամավոր հրաժարական տվել, ինչը սուտեր հորինել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները հակառակը մշտապես վստահեցնում են բոլոր գերիներին վերադարձնելու հարցով ամեն օր են աշխատում։ ՔՊԱ-կան Հասմիկ Հակոբյանը չի կարծում, թե Իլհամ Ալիևին չպատասխանելով Փաշինյանն ըստ էության համաձայնում է նրա գնահատականների հետ։
երբ որ կրակոցներ կային եւ մենք պատասխան չէինք կրակում, նշանակում է մենք համաձայն ենք այդ կրակոցի հետ։ Ուղղակի մենք որդեգրել ենք խաղաղության օրակարգը եւ այս օրակարգով առաջ ենք շարժվում եւ ոչ ոք չի ասում, որ այդ ընթացքում չեն լինելու խոչընդոտներ, հայտարարություններ, գործողություններ եւ այլն, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մեր ուղուց շեղվենք։ Հարցին Ալիևն ասում է, թե Բաքվի բանտերում գտնվող հայերը ռազմական հանցագործներ են։ Հայաստանի իշխանության դիրքորոշումն ինչպիսին է, ՔՊ վարչության անդամի պատասխանը միանշանակ չէր։ Դե հիմա ես դրան պատասխանեմ։ Եթե նայենք Բաքվի կողմից յուրաքանչյուրին մի հոդվածով է, սակայն մենք գտնում ենք, որ մեր հայրենակիցները պետք է վերադառնան Հայաստանի Հանրապետություն։ Եվ անում ենք ամեն ինչ։ Ես նման բան չասեցի եւ ես չեմ ուզում որակավորում անեն։ Նրանք մեր հայրենակիցներն են եւ գտնում ենք, որ նրանք պետք է վերադառնան Հայաստանի Հանրապետություն։ Ադրբեջանում այժմ 19 գերի է պահվում, այդ թվում Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները։ Այս օրերին Երևանում տեղի ունեցած երկու գագաթնաժողովի արդյունքներով ընդունված փաստաթղթերում ոչ մի անդրադարձ չկա ոչ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների, ոչ էլ Բաքվում պահվող հայերի վերադարձի հարցերին։ Միայն ընդգծվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանն աջակցելու մասին։ Եվրոպացիների հետ քննարկումներում գերիներին վերադարձնելու հարցը հրապարակային չբարձրացրին նաև հայ պաշտոնյաները։ Եվրոպացի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից ուղիղ Ադրբեջան են մեկնել։ Եվրամիության արտգործնախարար Կայա Կալասն ու Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։ Մարդու իրավունքների լուրջ խախտումների համար քննադատվող Ադրբեջանին Կալասը Եվրամիության արժեքավոր եւ վստահելի էներգետիկ գործընկեր է համարել, խոսել է նաեւ համագործակցությունն ավելի խորացնելու մասին։ Իտալիայի վարչապետն էլ Ադրբեջանին հուսալի գործընկեր է անվանել։ X-ում գրել, թե Բաքու է գնացել ռազմավարական գործընկերությունը ամրապնդելու նպատակով։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ քննադատել է Բրյուսելին, թե առանց Թուրքիայի լիիրավ անդամակցության Եվրամիությունը չի կարող լինել գլոբալ դերակատար։ Եվրոպան այսօր ավելի շատ Թուրքիայի կարիք ունի, քան Թուրքիան Եվրոպայինը։ Վաղը դրա անհրաժեշտությունն ավելի մեծ կլինի, քան այսօր, ասել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանի այս հայտարարությունը հնչում է եվրոպական կառույցներին հայամետ բանաձևերի համար մեղադրող Ալիևի դժգոհությունից բառացիորեն ժամեր անց։ Մինչ այդ էլ ավելի է սեղմվում օղակը հարևան Իրանի շուրջ։ Վաշինգտոնի եւ Թեհրանի հակադարձումները այս օրերին Հորմուզի շուրջ են պտտվում։ Այն վերաբացելու Ամերիկայի նոր ծրագիրը կարող է նոր բախման պատճառ դառնալ։ Իրանը չի վերահսկում Հորմուզը, իսկ նեղուցում իր գործողություններով ԱՄՆ-ն ցանկանում է ոչ թե վերսկսել պատերազմը, այլ պաշտպանել առևտրային նավերին։ Նեղուցը վերաբացելու գործողության ազատություն նախագծի մեկնարկից մեկ օր անց հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։ Պենտագոնում հրավիրված մամուլի ասուլիսին Փիթ Հեքսետն ասել է, որ ամերիկյան երկու ռազմանավ անցել են նեղուցը, առևտրային նավերին ցույց տալով, որ այդ ճանապարհն ապահով է։ Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ն Իրանին թույլ չի տա փակել ջրային այս կարևոր ուղին եւ այն որպես զենք օգտագործել ողջ աշխարհի դեմ։ ԱՄՆ-ն կպաշտպանի առևտրային նավագնացությունն իրանական ագրեսիայից, ասել է նա։ Իրանը չափազանց երկար ժամանակ հետապնդում է նավերը, կրակելով բոլոր երկրների քաղաքացիական լցանավերի վրա եւ փորձում պարտադրել վճարովի համակարգ։ Իրանի ծրագիրը միջազգային շորթման ձև է եւ անընդունելի։ Այն կավարտվի ազատություն նախագծով։ Պաշտպանության նախարարը նշել է, որ ԱՄՆ-ն շուրջօրյա հսկողություն կապահովի առևտրային նավերի համար, բացառությամբ իրանական նավահանգիստներից եկողների, որոնց շրջափակումը կշարունակվի։ Նա նաև զգուշացրել է, Իրանը լուրջ հակահարված կստանա, եթե հարձակվի առևտրային նավերի վրա։ Սակայն իրանցի բարձրաստիճան պաշտոնյան անանուն մնալու պայմանով իրանական ֆարս գործակալությանն ասել է, որ ԱՄՆ առաջարկած երթուղում խութեր կան, ծովը խորը չէ եւ այդտեղով երթևեկելը վտանգավոր է։ Աղբյուրը հայտնել է, որ երկու առևտրային նավ, որոնք փորձել են անցնել այդ երթուղով, արգելափակվել են։ Վերլուծաբաններն էլ նշում են, որ սա չի լուծի խնդիրը, քանզի ԱՄՆ-ն չի կարող ուղեկցել բոլոր նավերին։ Մինչ այդ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ամերիկյան երկու ռազմանավերը, որոնք Հորմուզի նեղուցով մտել են Պարսից ծոց, ճանապարհին հարձակման են ենթարկվել Իրանի կողմից։ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այս գործողության ժամանակ ԱՄՆ զինուժն իրանական 7 մոտորանավակ է խոցել։ Իրանական Թասնիմ գործակալությունը հերքել է նրա հայտարարությունը, նշելով, որ երկու փոքր բեռնատար նավ է խոցվել, ինչի հետևանքով 5 քաղաքացիական անձ է սպանվել։ Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը նաև սպառնացել է, Իրանը կվերանա երկրի երեսից, եթե Հորմուզի վերաբացման ընթացքում հարձակվի ամերիկյան
արևմտյան նավերի վրա։ Ֆինանսների նախարարն զգուշացրել է, եթե Իրանը ցանկանում է սրել իրավիճակը, ԱՄՆ-ն պատրաստ է դրան։ Այստեղ սադրողը մենք չենք, բայց եթե իրանցիները ցանկանում են սրել իրավիճակը, մենք պատրաստ ենք դրան։ Սա փորձություն է Իրանի համար։ Նրանք ծովահենների մի ամբողջ խումբ են։ Հորմուզում իրանական եւ ամերիկյան զինուժի միջև երեկվա բախումից հետո Իրանի արտգործնախարարը զգուշացրել է, որ Հորմուզը վերաբացելու գործողություններով ԱՄՆ-ն կրկին ներքաշվում է ճահճում։ Աբաս Արաղչին նշել է, որ Հորմուզի իրադարձություններից ակնհայտ է դառնում, որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Իսկ ջրային ուղին բացելու ԱՄՆ ազատություն նախագիծը տանում է փակուղի, նշել է նա։ Մինչ բանակցություններում առաջընթաց է գրանցվում Պակիստանի բարեհամբույր ջանքերի շնորհիվ, Միացյալ Նահանգները պետք է զգուշ լինի, որ չարախոհների կողմից կրկին չներքաշվի ճահճում։ Նույնը պետք է անի նաև Արաբական Միացյալ Էմիրությունները։ Իրանի խորհրդարանի խոսնակն էլ ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին մեղադրել է հրադադարը խախտելու եւ շրջափակման միջոցով Հորմուզում նավագնացությունը վտանգելու համար։ Մենք լավ գիտենք, որ ստատուս քվոյի շարունակությունն անհանդուրժելի է Ամերիկայի համար եւ մենք դեռ չենք էլ սկսել մեր անելիքները։ Սոցցանցում գրել է Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, վստահեցնելով, որ մեջբերում եմ ԱՄՆ չարագործությունները կնվազեն։ Իրանցի պաշտոնյան, ում անունը չի նշվում, Ալ Ջազիրային ասել է, որ 3 Արաբական Միացյալ Էմիրություններին եւ Հարավային Կորեային պատկանող նավերի եւ Ֆուջեյրա նավթային նավահանգստի հարձակումները պլանավորված չէին եւ Հորմուզում ԱՄՆ արկածախնդրության ուղիղ հետևանքն են։ Ու մինչ իրավիճակը Պարսից ծոցում կրկին լարվել է, իսկ հակամարտության հանգուցալուծման հեռանկարը մշուշոտ է, Իսրայելը շարունակում է Լիբանանի հարավում Հեզբոլայի դեմ գործողությունները։ Վերջին 1 օրում 17 մարդ է սպանվել։ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված շարժումը պատասխան հարվածներ է հասցրել իսրայելական բանակին։ Վերադառնանք Հայաստան, մի քանի օր է սոցցանցերում զարհուրելու մանրամասներ են հրապարակվում Վեդիում 2 անչափահաս քույրերի նկատմամբ սեռական հնարավոր բռնությունների վերաբերյալ ծնողները, հարազատները պնդում են, մատնացույց են անում ենթադրյալ բռնարարներին, իսկ նրանք պարզվում է ոչ մեղադրյալ են, ոչ անազատության մեջ։ Ժամեր առաջ է քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրությամբ փորձել պատասխանել ամիսներով ինչով են զբաղված իրավապահները հարցին։ Սարսափի մեջ են քնում արթնանում այս ընտանիքում մոր պատմելով սեռական բռնության են ենթարկվել իր 2 անչափահաս աղջիկները, բռնարարները ազատության մեջ են։ Որը մեկ գշերը քնում ենք, ասու տված քնում են։ Այնից են վախենում, երևի որ անկախ հենց կաղա հարցակում։ Իրանց բարեկամները Աղջնակներն ազգականի տուն են տեղափոխվել, մինչև Բադոյան Նյուզներ օրեր առաջ ահազանգել, Վեդիում մանկապղծության դեպք է եղել, իրավապահները կոծկում են զարհուրելի դեպքը, լիարժեք քննություն չի տարվում, երեխաների հորեղբայրն է բռնարարներից մեկին դանակահարում, այսինքն ներքին գործերի նախարարության քննչականի անգործության հետևանքով հարցը վենդետային է հասել։ Ոչ մի բան չեմ պատմի, ոչ մի բան, մեկ ես գիխաբար չեմ ելել ոչ մի բանից։ Վեդիի այս ընտանիքում 5 երեխա է մեծանում, հատուկ կարիքներով են շատերը։ Մայրը պատմում է, որ սեռական բռնության ահազանգ դպրոցից են ստացել։ Դպրոցն են զանգի ասա, թե չէ ես ամբողջ օրը դաշտից տուն։ Բռնության դեպքերը դպրոցում չեն տեղի ունեցել, դպրոցի անձնակազմն է նկատել արտասովոր շարժ 2 աշակերտների շուրջ։ Արարատի մարզպետարանի կրթության վարչության պետ Մարտուն Մանուկյանի խոսքով մի դեպքում դպրոցի դրսի տեսախցիկն է արտառոց տեսարանը ֆիքսել, ընդ որում երեխան հենց այդ դպրոցում չի սովորում։ 2 օր անընդմեջ ինչ-որ իրադարձություն է տեղի ունեցել, դպրոցի տեսախցիկներով ու բակի հավաքարարի միջոցով բացահայտել են այդ ամեն ինչը։ Մյուս աղջնակի դեպքում, որ այդ դպրոցի աշակերտ է, հեռախոսի անդադար զանգերն են ահազանգ դարձել։ Հեռախոսի մեջ մենք ինքներս լսել ենք շատ ահավոր voice-ներ տղամարդ անձնավորության կողմից այդ երեխային, որտեղ դասապրոցեսի ժամանակ հեռախոսները հավաքված է եղել եւ մի հեռախոս պարբերաբար զանգ է եկել ուսուցիչը իրան թույլ է տվել հասկանա այդ ինչա այդտեղ կատարվում, որը շատ վատ է, բայց դրանից է բացվել այդ process-ը։ Լսելով voice-ը, որ երեխային voice են ուղարկել, հասկացել է ուսուցիչը, որ սա աննորմալ ժանրից է։ Տեղակապել տնօրենին, տնօրենը ինձ։ Ըստ Մարտուն Մանուկյանի 2 դեպքերում էլ դպրոցն անմիջապես իր տեղեկություններն ու կասկածները փոխանցել է ոստիկանություն, իսկ ինչ են արել ոստիկանները։ Անչափահասների հանդեպ սեռական բռնության առաջին ահազանգը դեռ փետրվարի 12-ին է եղել, երկրորդը ապրիլի 22-ին։ Բացարձակապես անհիմն են այն պնդումները, թե ներքին գործերի նախարարության ոստիկանությունը որևէ դեպք է կոծկում։ Ընդհակառակը համայնքային ոստիկանության Վեդիի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա են քաղաքացիները
հրավիրվել բաժին։ Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը պնդում է, երկու դեպքում էլ ոստիկանները ընթացք են տվել հայտնաբերել կասկածյալներին, ձերբակալել ու փոխանցել նախաքննական մարմնին քննչական կոմիտե։ Բադուան Նյուզի տեղեկությամբ Վեդի քաղաքի երկու բնակիչներ են՝ 65 եւ 58 տարեկան։ Հարևանները մեզ պատմեցին, որ 65-ամյա տղամարդը մոտեր ընտանիքին հաճախ էր սուրճի գալիս եւ օգնում տարբեր հարցերով։ Ասել է հոպարիս կասեմ, ասել է չասես, քեզ կխեղդեմ։ Ինչ կարգավիճակ ունեն այս երկուսը, ինչ խափանման միջոց են տրվել նրանց նկատմամբ, եթե կալանավորված չեն, ինչու։ Այս հարցերն են կուղղել քննչական կոմիտեին։ Քիչ առաջ կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որից հասկանում ենք, նրանց մեղադրանք չի առաջադրվել, նրանք ազատության մեջ են։ Ըստ քննչականի անչափահաս ուժողները նախաքննության ընթացքում իրարամերժ հակասական ցուցմունքներ են տվել։ Մեկը հերքել է, թե իր նկատմամբ բռնություն է եղել, մեկը սկզբում մի բան է պատմել, հետո փոխել պատկերը։ Կոմիտեի հաղորդագրությունում երկու անգամ կարդում ենք, անչափահասներն ունեն մտավոր խնդիրներ, հորդորում են հանուն նրանց լավագույն շահի չճշտված տեղեկություններ չհրապարակել։ Միևնույն ժամանակ, անտեսելով նույն լավագույն շահը, հրապարակել են մանրամասներ երեխաների նախաքննական ցուցմունքներից ինտիմ մանրամասներով։ Հիշեցնեմ, երեխաների ծնողները, հորեղբայրը, հորաքույրը պնդում են, քույրերի հանդեպ սեռական բռնություն եղել է, բռնարարների անուններ են տալիս, դպրոցը ձայնային հաղորդագրություններ ու տեսագրություն ունի։ Բա ոնց ազատության մեջ են, եթե իրեն այդ գործն արել են ու չեն բռնում իրենց։ Հետաքրքիր է։ Այդ մարդկանց պետք է ասենք կտոր անել։ Իհարկե շատ վատ բան է ես։ Ցնցված եմ, ուղղակի 5 տարի այդ մարդիկ իմ դեմն են ապրել, ես լավ ճանաչում եմ։ Խեղճ ընտանիք են։ Վեդիում շատերն են ճանաչում թե աղջնակների ընտանիքին, թե այն երկուսին։ Վեդեցիներեն տարիքով էլ մարդիկ են, ապշելու բանը ուղղակի։ Պատվի մարմինները թող այդ հարցով զբաղվեն։ Ուրեմն իրանց ընտանիքը հետ ինչ է, իրանց համար հեչ։ Երեխեքին բացեն ու ազատ մնան, դա աբսուրդի մեջ է այդ ամեն ինչը։ Վեդիում հարցեր ունեն, եթե իրավապահները գործում են, ինչպես է փետրվարին հնչած առաջին ահազանգից հետո շարունակվել այս պատմությունը, ու ի վերջո բանը հասել այնտեղ, որ ապրիլի 26-ին աղջնակների հորեղբայրն է դանակը վերցրել ու փողոց դուրս եկել, դանակը հարել 65-ամյա տաքսիստին, այն մեկին, որ ընտանիքի բարեկամ էր։ Նայում ես այդ երեխեքի աչքերի մեջ գետինն ես ուզում մտնես, որ դու ես երկրում մի քիչ դեր ունեցող մարդ ես ու պես բան է հնարավոր։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը պնդում է, երկրում օպերատիվ իրավիճակի պատասխանատու ոստիկանությունը պիտի հետևեր, որ դեռ 3 ամիս առաջ ստացած հաղորդումը այսպիսի զարգացումներ չստանար։ Ոստիկանությունը մանկապարտության մեջ կասկածվողին հանձնում է քննչականին, մեկ էլ իմանում է, չէ՞, ես չի որ չի իմանում։ Օպերատիվ բլոկը ոստիկանությանն է։ Ոստիկանությունն է տիրապետում ինֆորմացիային։ Իմանում է, որ հաջորդ օրը բաց են թողել։ Բայց ինքը չի գնում քննչականի հետ կռիվ տա, ասես ինչ եք անում, ընկերներ։ Իրավապահները քաղաքականությամբ են զբաղված, ահա թե ինչու են սահմռկեցուցիչ այս դեպքերը անտեսում, վստահ է փաստաբանը։ Վարչապետի ուղղությամբ ձեռք բարձրացրած առողջական խնդրով անչափահասին կալանավորում են, իսկ աշակերտուհիներին ամայի շինություն ու սեփական մեքենայի հետ նամազ տարած ենթադրյալ հանցագործները ազատ պտտվում տուժածների նկատմամբ նոր բռնություն կիրառելու ռիսկերով։ Բանում մարդը երեխան գնում է ծաղկազարդի ինչ որ միջադեպ ա լինում, ոչ մեկի ոչ կապնում է ձեռքով։ Բանում փագում եք միանգամից։ Խի այդ մարդկանց չեք փագել։ Աղջնակների պաշտպանությունն ստանձնել են փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանն ու Վարդուհի Էլբակյանը։ Առաջիկայում նրանք այս գործի վերաբերյալ մանրամասներ կներկայացնեն։ Այսօր հրաժարվեցին։ Նրանք դիմում են ներկայացրել գլխավոր դատախազին, որ քրեական վարույթը քննչական կոմիտեի Արարատի քննչականից այլ քննչական մարմին տեղափոխվի, որովհետև անվստահություն ունեն։ Ինչ որ փաստաբանները մեզի ամեն ինչ չապահովի, մենք երեխեքին ոչ մի տեղ չենք ուղարկում, ոչ մի տեղ։ Երեխաների մայրն ասում է ոչ միայն երկու քույրերին, մյուս երեխաներին էլ դեռ դպրոց չի ուղարկի։ Իդեպ Արարատի մարզպետարանի ներկայացուցիչից տեղեկացանք, որ կասկածներ ունեն այս պատմությանը 3-րդ տղամարդու ներգրավվածության մասին։ Սրանք էին այս եթերաժամի թեմաները, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ազատություն.am կայքում և սոցցանցերի մեր էջերում լրահոսը թարմացվում է, հետևեք, հաջողություն։